Պերի երեխեք պրոստը նկարելով չէ, պիտի հասկանանք։ Եթե չեմ մենք քեզ դուրս ենք անելու։ Ազգեն ջան, ես մոտավոր տեղակ եմ ինչի մասին է, ինձ փոխանցեցին։ Ես փորձեցի նաև խոսել աշխատակազմի ղեկավարի հետ, ինքը չպատասխանեց իմ զանգերին, չնայած իրեն մեսեջ եմ ուղարկել։ Հիմա ես ճշտեցի, որ կանոնակարգ օրենքում չկա կետ, որը արգելում է ինձ գտնվել այստեղ հանձնաժողովի նիստերի դահլիճում, որտեղ նաև ինձ հայտ ուղարկած։ Այդ մասով ինչ է, կդիմեք այդ հարցերով աշխատակազմի։ Դիմել ենք, ինչ անենք, մի հատ է վարչական դատարան դիմենք։ Որտեղ ուզում եք դիմենք, հիմա դուրս են գալ։ Ձեզ հրահանգել են, Մեկ դուրս են գալ։ Ոչ ոքի հարցերին չեմ պատասխանում։ Խնդրում եմ արգելի լրագրող, ոչ ոք ինձ հարց չտա։ Ձեր ծառայության հետ կապված որևէ խնդիր չունեմ։ Մենք ձեր հետ խնդիր չունենք։ Հարցը նրանում է կայանում։ Հիմա դուրս են գալի, եթե չէ մենք ձեզ դուրս ենք հրավիրել։ Ինչ եք անելու։ Դուրս ենք հրավիրել։ Պատգամավորների նման ձեռքերս բռնելով կանեք։ Հարց մի տվեք ինձ։ Հարց մի տվեք։ Հարցեր ունեք դիմեք աշխատակազմի Չէ, ես դիմել եմ, չեմ պատասխանել։ Այդ ձեր խնդիրը։ Հիմա դուրս են գործընկերոջը դուրս են գալիս։ դուք դուրս հրավիրեք, դուք ցենք տալիս։ Այո, թույլ չենք տալիս։ Պատգամավորի Ես ասեցի եւ տեղեկացրեցի։ Ես տեղեկացրեցի։ Ոչ ոքի հանցագործ չի։ Ասում եմ ճանապարհը բաց է։ Այդ հարցերը աշխատակազմի ղեկավարին կդիմեք։ հարցրեք Ալեն Սիմոնյանին, սա իր մանրախնդրության փոփոխության հերթական դրսևորումն է, ուրիշ ոչ մի բան։ Որը այս դահլիճից հատվածից հիմա շարունակվում